Խնդրեմ ներկայացնեք, թե երեք ինչ վիճակում է Տեր-Վրդանեսը տեղափոխվել ձեր ուշահաստատություն, ինչ միջամտություն է արվել, վիրահատություն եւ այս պահին դրա վիճակը ինչպես է գնահատվում։ Երեք մոտավորապես 19:00-ի սահմաններում Տեր-Վրդանեսը սրտամկանի սուր ինֆարկտ կարդիոգեն շոկ ախտորոշմամբ տեղափոխվել է Մայրցերմետ բժշկական կենտրոն։ Պացիենտի հետ կապված կատարվել է ինտենսիվ թերապիայի միջամտություններ, համապատասխան կորոնարոգրաֆիա, որից հետո հիվանդի բժշկական ցուցումով հիվանդին կատարվել է միջամտություն, պետպատվերի շրջանակներում հիվանդը ստենտավորվել է։ Դա սենց ասեմ բժշկական գաղտնիք է ընդհանրապես հիվանդի առողջության հետ կապված, այս պահին ինֆորմացիան չեմ տիրապետում, եթե ավելի ուշ հիվանդը ինքը կարող է այդ մասին ինֆորմացիա հստակեցնել, որովհետև մենք իրավասու չենք, պետք է ունենանք անպայման հիվանդի լիազորությունը իր առողջական վիճակի մասին որևիցե բացահայտում անելուց առաջ։ Հիվանդը ներկա պահին գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հիվանդի վիճակը գնահատվում է կայուն այս պահին, կարծում ենք, որ բավարար ելքով լավ վիճակում դուրս կգրվի հիվանդանոցից։ Այսինքն այլ վիրահատությունների, այլ միջամտությունների կարիք այս պահին չկա։ Ոչ, այս պահին չկա։ Հիվանդը այս պահին ինչ վիրահատության կարիք որ եղել է, կատարվել է իրեն այս պահին։ Հիվանդը գիտակցության է, հիվանդի մոտեսակցություն չկա այս պահին, քանի որ ինտենսիվ թերապիայի բաժնում է, երբ որ արդեն հիվանդասենյակում կլինի, բնականաբար տեսակցություն իհարկե թույլատրվում է ըստ ժամերի։ Ապելացնելու բան չունեմ, այս պահին բժշկական թիմի կողմից հնարավոր ամեն ինչ իրականացվել է շատ արագ, հիվանդը մեզ մոտ տեղափոխվել էր շտապօգնության մեքենայով, բոլոր միջամտությունները արագ կազմակերպված ըստ պրոտոկոլների, այսպես ասած, մեր կատարվել է ու կարծում ենք, որ առողջ մեր հիվանդին դուրս կգրենք հիվանդանոցից։ Իսկ դուք որևէ նախնական վարկած կա, ինչից է դրա հասել այդ վիճակը։ Նախնական վարկած չի կարող լինել, քանի որ սրտամկանի սուր ինֆարկտը որևիցե չունի որևիցե որ ասենք այս պիտի լինի, նոր սրտամկանի ինֆարկտ լինի, հիմնականում միգուցե տարիների ընթացքում ունեցել է խնդիրներ, որոնք որ կարող էին անդրադառնալ այս պահին սուր վիճակով հիվանդին բերելու համար, այսինքն այնտեղ բնականաբար եղել են փակ անոթներ։